Բարև ձեզ, սիրելիներ։ Մենք շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրությունը։ Եվ այսօր մենք մոտենում ենք Դատավորաց գրքի ավարտին։ Այսօր մենք ուսումնասիրենք 19-րդ գլխից մինչև 21-րդ գլուխները։ Սրանք Աստվածաշնչի ամենացավալի գլուխներից են։ Այստեղ գրեթե չենք տեսնում հաղթանակ, այլ տեսնում ենք, թե որքան խորն է ընկնում մարդը, երբ հեռանում է Աստծուց։ Այս գլուխները ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ ժողովուրդը մերժում է Աստծո իշխանությունը եւ ապրում է սեփական ցանկություններով։ 19-րդ գլխում դատավորացի նկարագրվում է մի ողբերգական պատմություն։ Մի Եգիպտացի եւ նրա հարճը ճանապարհին գիշերում են Գաբայում։ Այնտեղ տեղի է ունենում սարսափելի մեղք եւ բռնություն, որի հետևանքով անմեղ կինը մահանում է։ Այս պատմությունը ցնցում է ամբողջ Իսրայելին։ Այս գլուխը մեզ ցույց է տալիս, թե որքան խավար կարող է դառնալ մարդու սիրտը, երբ նա հեռանում է Աստծուց։ Մեղքը երբեք կանգ չի առնում։ Եթե նրան տեղ ենք տալիս, այն ավելի ու ավելի է խորանում։ Հռոմեացիներից 3:23-ում գրված է. «Բոլորը մեղանչեցին եւ զրկվեցին Աստծո փառքից»։ Այս գլուխը հիշեցնում է, թե որքան մեծ կարիք ունի մարդկությունը փրկչին։ 20-րդ գլխում Իսրայելի ցեղը հավաքվում են դատելու տեղ ունեցած չարիքը։ Սակայն իրավիճակը վերածվում է քաղաքացիական պատերազմի։ Եղբայրները պատերազմում են եղբայրների դեմ։ Հազարավոր մարդիկ զոհվում են։ Սա ևս մեկ հետևանք է մեղքի։ Մեղքը ոչ միայն բաժանում է մարդուն Աստծուց, այլ նաև մարդկանց միմյանցից։ Այստեղ առավել պարզ է դառնում մեր կարիքը Հիսուսի հանդեպ։ Երբ մարդիկ չեն կարողանում հաշտվել միմյանց հետ, Հիսուսն է գալիս որպես հաշտարար։ Եփեսացիս 2:14-ում գրված է, որովհետև նա է մեր խաղաղությունը։ Խաչի վրա Հիսուսը ոչ միայն հաշտեցրեց մեզ Աստծո հետ, այլ նաև քանդեց բաժանման պատերը մարդկանց միջև։ 21-րդ գլխում ժողովուրդը փորձում է շտկել պատերազմի հետևանքները, բայց նրանց լուծումները հաճախ նոր խնդիրներ են ստեղծում։ Գիրքն ավարտվում է մի շատ հայտնի եւ ցավալի խոսքով. այդ օրերում Իսրայելում թագավոր չկար։ Ամեն մարդ անում էր այն, ինչ իր աչքին ուղիղ էր թվում։ 21:25 դատավորաց։ Սա ոչ միայն դատավորաց գրքի, այլ ամբողջ այդ ժամանակաշրջանի ամփոփումն է։ Երբ Աստված այլևս թագավոր չէ մարդու կյանքում, մարդը ինքն է որոշում, թե ինչ է ճիշտը, բայց մարդու սիրտը չի կարող ինքն իրեն առաջնորդել դեպի ճշմարտությունը։ Դատավորաց գիրքն ավարտվում է սպասումով։ Սպասումով այն թագավորի, ով կգա եւ արդարությամբ կիշխի իր ժողովրդի վրա։ Այդ թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Նա եկավ ոչ միայն օրենքը տալու, այլ նոր սիրտ տալու։ Նա եկավ ոչ միայն դատելու մեղքը, այլ ազատելու մեղավորին։ Հովհաննես 18:37-ում Հիսուսն ասում է. «Ես դրա համար եմ ծնվել եւ դրա համար եմ եկել աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ»։ Այնտեղ, որտեղ դատավորների գիրքն ավարտվում է խավարով, ավետարանը սկսվում է լույսով։ Այնտեղ, որտեղ մարդիկ ապրում էին իրենց աչքի ճիշտ թվացող ճանապարհով, Հիսուսն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը»։ Սիրելիներ, դատավորների գիրքը մեզ սովորեցնում է, որ առանց Աստծո նույնիսկ ամենաուժեղ ժողովուրդը կարող է ընկնել մեծ խավարի մեջ։ Բայց այն նաև մեզ սովորեցնում է, որ Աստված երբեք չի դադարում պատրաստել փրկչին։ Այսօր մենք արդեն ճանաչում ենք այդ փրկչին։ Հիսուս Քրիստոսը մեր թագավորն է, խաղաղությունը եւ մեր հույսը։ Թող մենք երբեք չապրենք այնպես, ինչպես մեզ է ճիշտ թվում, այլ ամեն օր առաջնորդվենք նրա խոսքով եւ նրա Սուրբ Հոգով։ Աղոթենք, սիրելիներ, Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր ճշմարիտ թագավորն ես։ Շնորհակալ ենք, որ դու եկար այս խավար աշխարհ եւ բերեցիր լույս, ճշմարտություն եւ փրկություն։ Պահպանիր մեր սրտերը, որպեսզի երբեք չշեղվեն քո ճանապարհից։
Սովորեցնում ես ապրել քո խոսքով, սիրել քեզ ամբողջ սրտով եւ սիրել մեր մերձավորին այնպես, ինչպես դու սիրեցիր մեզ։ Թող մեր կյանքը վկայի քո արքայության մասին։ Ամեն։ Սիրելիներ, Աստված օրհնի ձեզ, իսվեք ձեր ընկերների հետ եւ մեկնաբանություններն բերեք ձեր կարծիքները։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գրքում, հռութի գրքում։ Եղեք օրհնված։ Ամեն։